Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Կինդատախաս մանրամասն ուսումնասիրել եմ տարեկան հաղորդումը եւ 2 խումբ հարցեր եմ առանձնացրել իմ համար։ Կոնկրետ առաջին խումբը հենց մտահոգող հարցերն են, տվյալները վերցված, որ առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է, բայց բացահայտումների թիվը կարծես նվազել է եւ նմանատիպ տվյալ հանդիպեցի նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը նվազել է, ինչը որ ճիշտ ասած կոնկրետ ես մտածում եմ, որ այս տարի նախորդ տարվա համեմատ ավելի շատ բացահայտման ցուցանիշ կունենանք, նաև մտահոգիչ էր այն փաստը, որ մարդկանց թրաֆիքինգի դեպքերն են աննախադեպ աճ գրանցել, ինչպես նաև ընտանեկան բռնությունը ֆիզիկական ներգործությամբ մոտավորապես 151%-ով, իսկ հոգեկան ներգործությամբ 261%-ով, եթե այս մասով էլ ավելացնելու բան ունեք, խնդրում եմ ներկայացնեք, ինչպես նաև նշեցիք դուք ձեր խոսքում էլ, որ արդարացնող դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերով 1.8%, ինչը որ նույնն է մնացել նախորդ տարվա նկատմամբ։ Ես կցանկանայի ճշգրտել արդյոք այս գործող դատախազի նկատմամբ ինչ հետևանքներ է ունենում այս արդարացնող դատավճիռները։ Եվ եւս մեկ հարց, Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի վերաբերյալ եւ դուք էլ բերել եք տվյալներ տարբեր դեպքերի հետ կապված, ուզում եմ հասկանալ ինչպես կանդրադառնա դատարանի այս որոշումը այս գործերի վրա, եթե գործեր կան, որ դեռ դատարանի վերջնական ակտ չկայացվել կամ նույնիսկ նրանց վրա, որտեղ արդեն վերջնական ակտ կայացվել է։ Այսքանը, շնորհակալ եմ։ Խնդրեմ, գլխավոր դատախազ։ Շնորհակալություն հարցերի համար, Տիկին Ղազարյան։ Այո, մտահոգող թվային ցուցանիշներ կան, որոնք մենք ուսումնասիրել ենք նաև հաղորդումը կազմելիս եւ 2 եզրահանգման ենք եկել։ Առաջին հերթին այդ բացահայտման գործակից եւ բացահայտումների թիվ ասվածը։ Մենք մեխանիկական հաշվարկ ենք անում այս պահին, քանի կոնկրետ բացահայտում կա հատով, այսպես ասած, եւ չենք նայում, թե ինչ է բացահայտված։ Եվ հիմա դատախազությունը մշակում է ինչպես դատախազների գործունեության արդյունավետությունը գնահատելու այս գործակիցները, ունենք նաև առաջարկ կառավարության գործընկերներից նույն տրամաբանությամբ ներքին գործերի նախարարության համար մշակելու բացահայտման ցուցանիշի գործակիցը, որը մեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ նշանակության գործեր են բացահայտվել։ Օրինակ, տեսեք, հիմա նույն ընտանեկան բռնության հետ կապված մենք շատ մանրամասն եւ աղյուսակով եւ վերլուծությամբ ներկայացրել ենք ըստ ուղղությունների եւ ֆիզիկական բռնությունը եւ հոգեբանական բռնությունը։ Այստեղ թվերի աճը 2 պատճառ ունի։ Առաջինը մենք սկսել ենք տեսնել այդ բռնությունը, որտեղ շատ հաճախ այն ինչ մենք նախկինում որպես բռնություն չէինք ընկալում, սկսել ենք ընկալել եւ գնահատական տալ։ Դա առաջինը եւ մենք եւ դատարանները։ Բացի դրանից նաեւ հասարակությունը, որտեղ շատ հաճախ մենք ընտանեկան բռնության վերաբերյալ դեպքերը չարձանագրված հանցագործությունների մեջից էինք, այսպես ասած, դատախազական հսկողության արդյունքում հանում։ Այո, հիմա անձինք, որոնք որ բռնության զոհ են դարձել կամ ականատեսն են եղել, իրենք ահազանգում են այդ մասին։ Դրա համար օբյեկտիվորեն թիվը աճել է, բայց դա չի նշանակում, որ պատկերը վատն է, դա նշանակում է, որ մարդիկ սկսել են դա տեսնել եւ դրա մասին ահազանգել։ Եվ մի որոշ ժամանակ ես կարծում եմ դեռ այս աճի միտումը կպահպանվի, որովհետեւ զուգահեռ նաեւ օրենսդրությունն է փոխվել։ Եթե հիշում եք, ընտանեկան բռնություն հասկացությունը ընդլայնվեց, չէ, բլանկետային նորմի իմաստով եւ այստեղ բռնության դրսեւորումները, որոնք որ նախկինում օրինակ մեկնաբանման արդյունքում չէին դիտվում որպես բռնություն, հիմա բլանկետային օրենսդրության արկայության պայմաններում հստակ համարվում են բռնություն։ Այսինքն այստեղ թիվը դեռ կաճի։ Եվ սա պետք է նայել, իհարկե վատա որ դա կա, բայց դա օբյեկտիվ պատկերն է ցույց տալիս եւ այդ ստվերից դուրս է բերում այդ հանցագործությունները։ Նույն իրավիճակը ունենք թրաֆիքինգի հետ։ Մարդիկ շատ հաճախ չեն հասկանում, որ իրենք թրաֆիքինգի զոհ են։ Իմ կողմից նշված դեպքերից մի քանիսը նույնիսկ ինձ ուղղված դիմումների հիման վրա կատարված աշխատանքի արդյունքում է, որ բացահայտվել է, որ դա թրաֆիքինգի շղթա է իրականում։ Եվ այստեղ էլի ինչպես ընտանեկան բռնությունը ինքը դարձել է ավելի տեսանելի, մարդկանց համար ավելի ընկալելի, որ սա որոշակի դրսևորումն է թրաֆիքինգի եւ մարդիկ սկսել են սրա մասին հաղորդումներ տալ։ Այս առումով էլի կխնդրեմ, հա, թիվը մտահոգիչ է, բայց մտքում ունենալ, որ նշանակումը տեսանելի է։ Եվ այստեղ
Ուղղակի պետք է ճիշտ քննություն իրականացնենք, որպեսզի կարողանանք դատական հեռանկար ունենալ։ Մենք շարունակենք ուսումնասիրությունները եւ հաջորդիվ հաղորդումներում արդեն դատական պատկերը կներկայացնենք, բայց ելի պետք է զգուշացնեմ, աճի միտում կարող է եւ այստեղ ունենանք։ Ու ոչ միայն ազգությամբ հայերի նկատմամբ պետք է հաշվի առնենք, որովհետեւ աշխատանքային որոշակի հարաբերությունների հարցեր էլ ունենք եւ մարդիկ դրա մասին են հաղորդումներ տալիս, ոչ ազգությամբ հայերի մասով։ Ապօրինի գույքի հետ կապված Տիկին Ղազարյան, մենք Սահմանադրական դատարանի որոշումը յուրաքանչյուր հայցի շրջանակներում, այսինքն մեր դիրքորոշումները յուրաքանչյուր հայցի շրջանակներում կներկայացնենք, վստահ եմ հասցրել եք ծանոթանալ ամբողջական որոշման հետ, այստեղ հակասահմանադրականության հարց չի կարող քննարկվել, այսինքն մնացած ամեն ինչը հատվածական մոտեցումներ են։ Խնդիրը կիրառման շրջանակների հստակեցումն է, որը արդեն դատարանները պետք է որոշակի ուղենիշներ սահմանեն։ Մենք մի քանի գործերով վճռաբեկ բողոքներ ենք տարել, կարող է տարօրինակ թվալ մասնակի բավարարված հայցերով ենք տարել, բայց մենք ուզում ենք դատական պրակտիկա ունենալ։ Վերջնական բարձր դատարանի կողմից ձևավորված դիրքորոշումների շրջանակում եւ առաջիկա ժամանակահատվածում սրան կմիանա նաեւ Սահմանադրական դատարանի որոշումը եւ դատարաններն էլ մեզ իրենց որոշումներով ուղղորդեն կհղկեն, թե հայցերը ինչ ձևաչափով պետք է ներկայացնենք դատարան, բայց ինչ որ մասսայական ուղղության փոփոխություն մենք չենք տեսնում, չենք էլ պատկերացնում, որ կարող է լինել։ Այստեղ կիրառման շրջանակների հղկում տեղի կունենա, որը մինչ այս էլ տեղի էր ունենում ըստ էության առաջինացիան վերաքննիչ վճռաբեկ դատարաններում։ Հուսամ ոչինչ չմոռացա հարցերից։ Արդարացման դատական ակտերի հետ կապված 1.8% արդարացումներ ունենք ընդհանուր դատարան ուղարկված գործերի մեջ։ Իհարկե յուրաքանչյուր արդարացում ուսումնասիրության առարկա է դառնում երկու կոնտեքստում։ Առաջինը, արդյոք կոպիտ դատավարական խախտումներ չկան մինչ դատական վարույթում, որոնք շարքից հանել են ապացույցները։ Եթե նման իրավիճակ ունենում ենք, նաև քննչական մարմին ենք ուղարկում համապատասխան գրություն, խնդրելով հետևանք առաջացնել վարույթն իրականացնող մարմնի համար, բայց մեր ցույց տված ուսումնասիրությունները այս պահի դրությամբ դեռ մի շարք արդարացման ակտեր բողոքարկված են, դրանցով վերջնական որոշումներ չունենք, ձեզ համար գաղտնիք չի, որ արդարացման ակտերը եւս բեկանվում են։ Նույն վերաքննիչ դատարանը կարող է տարբերվող դիրքորոշում ունենալ ու բեկանել հետ ուղարկել նոր քննության։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս այս պահին, որ բլանկետային նորմի կրփազենքի հետ կապված նախաքննության մարմնի եւ դատարանների դիրքորոշումների տարբերությունն է արդարացումների ակտերի մի մասի պատճառը, մի մասն էլ ապացույցների գնահատման ծավալին է վերաբերում, մեղադրանքի կողմը գտել է, որ ապացույցների այդ ծավալը բավարար է մեղքը հաստատված համարելու, դատարանները այլ դիրքորոշում են հայտնել, բայց կրկնում եմ, այս ակտերը դեռևս գտնվում են բողոքարկման փուլում եւ վերջնական եզրահանգումներ հնարավոր չի անել, բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքով եւ հասցեական դատախազի եւ քննիչի վարքագիծը գնահատման է ենթարկվում։